իշխան զոհերի պատճառ դառավ եւ այլն եւ այլն։ Արդյոք հնարավոր է վերադարձնել Արցախը առանց պատերազմի։ Շնորհակալություն։ Երևի ամենից բարդ եւ զգայուն հարցերից մեկն է։ Մենք հիմա խոսում ենք Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի իրավունքի մասին։ Պետությունը պետք է դրա մասին խոսա, ոչ թե մենք։ Եվ դա անբաժանելի իրավունքն է։ Սա այն հարցը չի, որ ասես սա կարող է կոնֆլիկտ բերի, պատերազմի բերի եւ այլ եւ այլ։ Պատերազմի հետ կապ չունի։ Բայց սա այն հարցն է, որը հենց սկզբից պետք է ամրագրենք։ Չեն անում, չեն ուզում։ Ասում են կոնֆլիկտացին է։ Ես հասկացա մի բան, ամեն ինչ կարող է Իլհամ Ալիևին դուր չգա, Փաշինյանի համար կոնֆլիկտացին է։ Այսօր բանա չէ հայտարարել է բանի մասին, որ ես էլ պիտի բանտում լինեմ։ Ղարաբաղ ունեցել է 4 նախագահ, 3-ը Բաքվի բանտում է։ Երևի պուլտով ասել են մեկն էլ տեղ պիտի լինի։ Ենթադրում եմ։ Ենթադրում եմ։ Ուրեմն մենք դրանից ենք սկսելու։ Մենք մեր բանը սա է։ Դրանից հետո մի հատ տեսնեք, սա պիտի տեղ հասնի, որից հետո հետևյալն է, անվտանգ վերադարձ ինչ է նշանակում։ Անվտանգության երաշխիքները ինչպես են կարգավորվում։ Բանակցային գործընթացը չեմ կարծում, որ հեշտ ճանապարհ է, ծանր ճանապարհ է, ամենից մեծ սխալը այդ ճանապարհից հրաժարվելն է։ Այս պայը այսքան։ Շնորհակալություն, պարոն Նախագահ։ Երևի երկու հարց ու դրանով ավարտենք, կամ մեկ կամ երկու։